Բարեդեսելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից, այսօր ապրիլի 14-ն է 2026 թվական, մի քիչ կարճ խոսենք ընտրությունների հետ կապված, հետո աշխարհաքաղաքական բավական հագեցած ինֆորմացիաներ կան, մանավանդ տեսնում եք, որ Իրանի հետ կապված լարվածությունը չի թուլացել, անորոշությունը ավելացել է, դրա համար անպայման անդրադառնանք դրան, իսկ ընտրությունների հետ կապված ինչ է ուզում ասեմ։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Սամվել Կարապետյանի մասին տեսակետ է հայտնում, ես վստահ չեմ, որ դա նրա ելույթն է, նկատի ունի վերջի ելույթը, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել, 20 դուբլից ելույթ է նկարում, բանակցելուց էլ խոսելու, չստացվի ասի նորից եմ սկսում, ձեր առաջնորդի անգարագիտությունը մի փորձեք փակել Շարլ Ազնավուրով և Վիլյամ Սարոյանով, նա հայերենն էլ ռուսերենն էլ նորմալ չի խոսում, հիմա սա գնահատական է Սամվել Կարապետյանին, որ նա 20 դուբլով մի խոսք է նկարել, որպեսզի ցույց տա, և ինչպես է բանակցելու, գնալու է բանակցելու ժամանակ դուբլ անի, եթե այն ինչ որ ասում էր իրանց էլ չվերաբերվեր, հարցը մի կողմն է, բայց եթե դուք այդ լրջությամբ հասկանում եք, թե ինչքան կարևոր է բանակցության ժամանակ, որ մարդը կարողանա տիրապետի ինչ-որ ինֆորմացիայի, գիտելիքի, որ նա գնալու է այնտեղ և չի կարող մտնի ChatGPT բանակցության ընթացքում կամ էլ մտնի Google-ում որոնում տա, որ իմանա ինչ է ասելու, ինչ գլխի մեջ կա դա է, բայց այդ նույն բանը քանի անգամ ենք 8 տարվա մեջ բացատրել, որ ասել ենք դուք երբ որ գնում եք բանակցության, ձեր դիմաց նստած են պետություններ, որոնք իրենց քաշային կատեգորիայով և տասնապատիկ գերազանցում են, երկրներ կան ավելի շատ, բայց դուք պատկերացրեք, եթե գոնե դուք պետք է այնպիսի կերպար լինեք, որ գոնե հավասարը հավասարի հետ ձեզ հետ հարաբերվեն ու անգամ կոմպենսացվի այդ երկրների տարբերությունը Հայաստանի հետ կապված, ձեզ որպես գործընկեր ընդունեն, բայց դա ենք ասում, բայց նույն բանը մենք ձեզ ենք ասում, ուրեմն դուք ինչքան եք դա կարևորում, որ բանակցության ժամանակ մարդը պետք է պատրաստված լինի, բա պատկերացրեք մենք ինչքան ենք կարևորում, որ նույն պահանջը ներկայացնում ենք թե մի կողմին, թե մյուս կողմին, որ ասում ենք չի կարելի գնալ միջազգային համաժողով և տեսնել սեղանին դրած դեկորատիվ խնձոր և դնել ու մի հատ խեղդել այդ խնձորը, դա ուղղակի դրած էր, բախտներս բերել է մոմից չէր, դա էինք բացատրում ենք, որ այն պրիմիտիվ խոսույթով, որ խոսում եք Հայաստանում հայերեն, որ շփվում եք մարդկանց հետ, մի բան ասում եք, 5 րոպե հետո նորից ասում, մի բան արագ գրում եք 5 անգամ խմբագրում, վարչապետը մի բան գրում է 5 անգամ խմբագրում է, այսինքն սա ինչի մասին է խոսում, բա դուք այդ մակարդակով եք բանակցություններ վարում, երբ որ պարբերաբար ասում են, որ նայեք դուք ձեր աչքի առաջ տեսնում եք, այս մարդիկ այս մակարդակով, այս ինտելեկտով, այս վարք ու բարքով, այս նիստ ու կացով, ձեր աչքի առաջ տեսնում եք ինչ պրիմիտիվ են ու անգրագետ, բա ինչա ձեզ թվում է փակ հանդիպումների ժամանակ միանգամից դարձան եսիմինչեր, հրաշագործներ, ոչ, փակ հանդիպման ժամանակ այն ինչ որ կատարվում է, դուք արդյունքի բացասական հետևանքներն եք իմանում ու հանկարծ մի մտածեք, որ եթե դուք տեղյակ չեք ինչ են քննարկել, կարող է միանգամից սենց պայծառացել են ու սենց գնացել են, եթե դիմացինը շփվում է, տեսնում է, որ դուք բագաժ չունեք ձեր գլխի մեջ, նա շատ արագ հասկանում է, նա կարա երկու խաչմերուկ զրուցել անի, մի այտենց կիսաճիշտ ինֆորմացիա գցի, տեսնի դուք հասկանում եք, թե չէ, որից հետո հասկանա, որ վերջ, սրանք արդեն մերն են, բացի դրանից կարող են նաև շատ տեղեր գնում են թիմակիցների հետ, ընտանիքի անդամների հետ, բանակցությունը այնպես չի, որ վարվում է, սեղանի մոտ նստեցին, խոսեցին, իրար հետ սուրճ են խմում, շփվում են, գործընկերների հետ առանձին են շփվում, մի հատ ասում են խելքները չափեք, ընտանիքի հետ անդամի հետ առանձին են շփվում, մի հատ ասում են խելքը չափեք, հետո գալիս է բանակցող պատվիրակության ղեկավարն ասում է իմացի, որ սրանք արդեն վերջ, առանց փամփուշտ կրակելու մերն են, որովհետև ուղեղ չկա սրանց մոտ, գիտելիք չկա, շրջահայացություն չկա, երբ որ դուք ուրիշի հետ կապված դա հասկանում եք,
պատկերացնում եք, բա մենք ոնց ենք հասկանում, նույնը տեսնելով ձեր մոտ։ Այնպես որ եթե ուրիշի թերությունը տեսնում եք, մենք համ նրանցն ենք տեսնում, համ ձերը։ Ու այնպես չի, որ պարբերաբար այս նույն բանը չենք հիշացրել։ Իսկ նաև մի ուրիշ հարց է, երբ որ խոսք է գնում, որ այո, մենք հաղթել ենք, հունիսի 7-ին Սամվել Կարապետյանը վարչապետ է, շատերն նույնիսկ մարդիկ էլ ասում են, հիմա է արդեն վարչապետ, կատեգորիկ արդեն գրում են հունիսին վարչապետ Սամվել Կարապետյան, մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյան, դա առնվազն անհարգալից վերաբերմունք է ընտրողի նկատմամբ։ Այսինքն դուք արդեն ընտրվել եք, հա, բա ով է ձեզ ընտրել։ Մի մարդ, որը հայցում է ժողովրդի քվեն, արդեն ասում է ես արդեն ընտրվել է, այսինքն եթե այդ մարդիկ իմանան, որ դու արդեն ընտրվել ես առանց իրան հարգող մարդը կգնա ցեն կտա այդ մարդուն։ Ես որպեսզի չմտածեք կոնկրետ ես Սամվել Կարապետյանի մասին եմ խոսում։ Ես ասեմ, որ նման ոճը մեզ վաղուց ծանոթ է։ Սամվել Կարապետյանը նոր է քաղաքականություն մտնում, ինքը կարող է դրանից տեղյակ էլ չի, իր թիմակիցներն էլ տեղյակ չեն։ Բայց երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականին այդպիսի ագրեսիվ հրետորաբանությամբ, որ ինքը եկել է ու ինքը արդեն հաղթել է, սկսեց, դրա մասին զգուշացնում էինք։ Զգուշացրել եմ հոկտեմբեր ամսին, ընտրությունը փետրվար ամսին էր, մի քանի օր հետո։ Արդյունքը տեսանք ինչ եղավ։ Հիմա ուղղակի ցույց տամ, սա ժամանակ Երևան օրաթերթում իմ հոդվածն է, Էդվարդ Անտոնյան, դատապարտի, որ չդատապարտվես, ժամանակ Երևան, 6 հոկտեմբեր 2007 թվական, ընտրությունը 2008 թվականի փետրվարին էր, հիշում եք։ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը նախընտրական ողջ գործունեությունը նպատակաուղղել են հասարակությանը ներշնչելու այն միտքը, որ եթե նա առաջադրվել է, ուրեմն միանշանակ հաղթելու է։ Հասկանում եմ, որ նրան օդի ու ջրի պես հարկավոր են մեծ թվով աջակիցներ, և միայն 100%-անոց երաշխիքի պայմաններում վերջիններս հերթ կկանգնեն նրա դռան առաջ, սակայն հայտարարելով պատեհապաշտների տոտալ մոբիլիզացիա, դրանով առաջին նախագահն իրենից հեռացրեց հասարակության արժանապատիվ հատվածին, նրանց, ովքեր իրենց թույլ չեն տա հաղթանակը կանխորոշված խաղին մասնակցելով տեր-պետրոսյանական շոուի դեկորացիա ծառայել, քանի որ յուրաքանչյուր իրեն հարգող մարդ մտածում է, եթե առանց իմ օգնության արդեն հաղթել է, էլ ինչ կարիք կա միանալ նրան կամ էլ ձայն տալ։ Նա իր քարոզարշավը սկսել է ամենակոշտ գնահատականներ տալով իշխանություններին ու բնական է, որ իրեն սատարողները պետք է պահեն այդ նշաձողը, բայց որպեսզի իր շրջապատում կորիստներ ու տատանումներ չունենա, նրանց հավաստիացել է, որ իր հաղթանակը կասկած չի հարուցում։ Այսինքն այնպես չի չէ, որ 2007 թվականին այս մասին խոսում է, ենթադրելով, որ 2026 թվականին Սամվել Կարապետյանը նույն սցենարով առաջադրվելու է։ Ուղղակի ասում է, ես ինչ եք անում ժողովուրդ։ Մենք առավոտից իրիկու ասում ենք ժողովուրդ ջան, ձեր աջակցությամբ միայն կարող ենք հաղթել։ Ձեր օգնությամբ, ու այդ օգնությունը միայն այն չի, որ գնաք քվեարկեք իօգուտ մեզ։ Նաև այսօր կազմակերպական աշխատանքների մեջ դուք խաղացող եք, դուք օթյակում նստած չեք, դուք ինքներդ մասնակից եք, դուք ինքներդ նյութերը տարածում եք, դուք ինքներդ մասնակցում եք, դուք ինքներդ քարոզ եք տանում, ասում եք ժողովուրդ ընտրեք այս մարդկանց, մենք իրանց լսել ենք, հասկանում ենք, դուք էլ լսեք, դուք ֆինանսապես աջակցում եք, դուք այս ծրագրի բաժնետեր եք, այսպես ասած։ Բայց դուք պատկերացնում եք, մեկը ասի ես արդեն վարչապետ եմ, դե կներես էլի, դե որ դու արդեն վարչապետ ես, օդից ես ընկե վարչապետ, բայց մեզանից ինչ ես ուզում։ Իրան հարգող մարդը կգնա մեկին ձայն կտա, որ ասում է դու ձայն տաս, ձայն չտաս, ես արդեն ընտրված եմ։ Ու դրա համար այդ բլեֆի հետ կապված, բայց 2007 թվականին արդեն ասում են Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է, ոնց որ ասում են հիմա Սամվել Կարապետյանը, բայց ինչ եղավ, հաղթեց։ Դրա համար ես շարունակում եմ, լսեք, ժողովուրդը հոգնել է մշտապես պարտվելուց և Տեր-Պետրոսյանի անպարտելիության բլեֆը, այո, ես դա պարզ ասել եմ, որ դա բլեֆ է, անպարտելիության բլեֆը ոգևորված ժողովրդին կարող է հերթական անգամ հուսախաբ անել։ Նույնն է սպասվում է այսօր։
Այս մարդաշատ միտինգներին գալիս են նրանք, ովքեր պարզապես չեն հաշտվում իրենց պարտության հետ և բավական է համոզվեն, որ նրա հաղթանակն այնքան էլ 100%-անոց չէ, հետագա միտինգներին Ազատության հրապարակում հավանաբար կմասնակցեն միայն Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և հեռվից հեռու Առնո Բաբաջանյանը: Նրանք, ովքեր Ազատության հրապարակը գիտեն, որ մի հատվածում Հովհաննես Թումանյանի արձանն է, մի մասում Ալեքսանդր Սպենդիարյանի և հեռվից հեռու էլ Առնո Բաբաջանյանի արձանը: Այո, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք անցկացնի, բացի այդ 3 արձանները, քանի մարդ կմասնակցի: Նույնը սպասում է ցանկացածին, ով բլեֆով ցանկանում է ժողովրդի ձայնը ստանա, ու եթե նրան չհաջողվի բլեֆով հաղթել, հիասթափության մակարդակը պատկերացնում եք: Շատեր հեռու իմ վերլուծությունը իրականությունից, որը մի քանի ամիս հետո տեսաք: Բա ով էր էդ հիասթափված ժողովրդին ասելու՝ բա ես ինչ եք անում: Ինչի եք տրամադրում մարդկանց, որ արդեն հաղթել ես: Այո, տրամադրի մարդկանց, որ գնում ենք հաղթելու, ժողովուրդ ջան, աջակցեք գնանք հաղթելու, բա իհարկե, բա մարդկանց ոգևորի, տար ընտրության, բայց ասել, որ ես արդեն հաղթել եմ: Ումով ես հաղթել: Այս նույն խնդիրը է, ժողովուրդ ջան, իմացեք, որ հիմա է տեղի ունենալու: Այս նույն խնդիրը, որի մասին ձեզ ներկայացնում էինք, և արդյունքներն էլ դուք տեսաք: Դրա համար, որպեսզի այս երկուսը, որ արդեն իրանց հաղթած են համարում, մարդկանց էլ ասում են՝ դե լավ, դե իրանք են էլ ով է: Պատկերացրեք, մի թևը մտածում է, որ 100%-ով Սամվել Կարապետյանն է, մյուս թևն էլ 100%-ով Նիկոլ Փաշինյանը: Այդ երկու 100-ից մեկն է ելնելու, չէ՞ ըստ ձեզ: Չի լինելու, չէ՞ որ երկուսն էլ 100%-ով հաղթեն: Ինչ-որ մեկն է ելնելու: Այսինքն Նիկոլ Փաշինյանն է ու մեր ընդդիմությունը Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Էս եք ուզում: Թե մեր իշխանությունը Սամվել Կարապետյանը, ենթադրենք հետո օրենքը փոխեցին, չգիտես ինչ արեցին, համարենք իրանց ասածով եմ ասում, իշխանությունը Սամվել Կարապետյանն է, ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանը, լուրջ եք ասում: Էս է ձեր սպասելիքը 26 թվականի աշխարհի այս մարտահրավերների պարագայում: Այսօր իշխանությունը դժգոհում է, որ ասում է խոսալ չգիտեն: Բա երբ որ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ղեկավարը քաղաքագիտության թեկնածու, հիմա նոր կարգավիճակով արդեն թեկնածու էլ չի կոչվում, դոկտոր է կոչվում, ակադեմիական տարբեր ոլորտներում աշխատած դասախոս, որ երբ որ ասում ենք՝ բա ով կարող է բանակցել, կողքից ասում են՝ բա ինքը կարա բանակցի, բա ինքը շատ չի գրագետ խոսում, բա ինչ էիք ուզում, Քուչի բարբառով պիտի խոսա՞ր, ոսկի թարգմանիչը չկարողանա թարգմանի: Էդ է ձեր պատկերը: Հրաշալի դուք հասկանում եք ուրիշի թերությունը, բայց ձերը չեք հասկանում: Դրա համար, ժողովուրդ ջան, որպեսզի մենք այս խայտառակությունից ազատվենք, դրա համար մեզ պետք է այս նախկինի ու ներկայի կռվից ապագա չի ծնվելու, հավատացնում եմ ձեզ: Ապագա ծնվելու համար պետք է այս նախկինի ու ներկայի բեռից, սխալներից դաս քաղած, կարողանալ առաջ գնալ և ապագայի ծրագիր կերտել: Դրա համար պետք է, որ այդ անցյալի բեռը ուսներին դրած չլինի: Սա է շատ կարևոր: Դրա համար, ժողովուրդ ջան, և քանի որ ձեր աջակցությունից էի խոսում, նաև ձեր շնորհիվ է, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան յութուբյան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, ձեր ծանոթների միջոցով մաքսիմալ տարածեք, այո ուղարկեք, մարդիկ են զանգում են, ասում են ձեզ ներկայացնում ենք, այնտեղ որտեղ չգիտեն, ասում ենք ախպեր լսեք, որպեսզի իմանաք հավանում եք թե չէ, հարգում եք թե չէ, որ մի տեղ էլ կտեսնեք Գուրգեն Սիմոնյանի նկարը Շնորհապետական կուսակցության նախագահի, այսինքն դուք արդեն էմոցիա ունենաք, դուք պատկերացում ունենաք, որ ոչ թե մենակ նայեք, այլ իմանաք, որ ասեք այդ մարդուն ենք ուզում ընտրենք, այդ կուսակցությանն ենք ուզում ընտրենք: Դուք շատ լուրջ անելիք ունեք և անկեղծորեն ասեմ, շատ շնորհակալ եմ, շատերը զանգում են, հանդիպում են, գալիս են, բուկլետներ են վերցնում, ֆլայերներ են վերցնում, իրանց կողմից խանդավառված տանում են, բաժանում են, գործ են անում մարդիկ, որովհետև հասկանում են դա իրենց ծրագիրն է, հասկանում են, որ իրանք մասնակից են այդ ծրագրին: Եվ դրա համար, եթե ցանկություն էլ կունենաք ֆինանսապես աջակցելու մեր կայքին,
նյութի նկարագրական մասում բոլոր տարբերակները կա եւ փոխանցում տարբերակ եւ կանխիկ տարբերակ եւ իդրամի տարբերակ, քարտային փոխանցում, բանկային մի խոսքով բոլորը շատ ավելի կարևորում եմ անկեղծորեն հավատացեք որ դա շատ ավելի կարևոր է որ անպայման կապ պաշտպանեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ եւ այնտեղ ձեր կազմակերպական հարցերով շատ հարցերում կարող եք օգտակար լինել նաեւ իմ նյութի նկարագրական մասում նաեւ կա գրասենյակի ակտիվի համարը նաեւ իրանք են տարածում իրանց տվյալները նաեւ ձեր աջակցությունը կարող է լինել բազմապիսի կազմակերպական հարցերում կարող է լինի ֆինանսական հարցերում որովհետեւ դուք արդեն հասկանում եք թե ինչպիսի դաժան ձևով փորձում են ամեն ինչ անել փակել ճանապարհները որ մարդիկ չկարողանան գոնե նվազագույն ֆինանսավորման հարցերը լուծեն եւ կարողանան գոնե պատշաճ ձևով ներկայանալ նրանք ովքեր մեզ ճանաչում են ընտրության հետ կապված խնդիր չունենք բայց ֆիզիկապես ճանաչելու խնդիր կա ինչ հնարավորինս մաքսիմալ ձեր աջակցությամբ կարողանանք այդ ճանաչելիությունը մեծացնենք ընդամենը մի երկու ամիս բանա մնացել իսկ հիմա նայենք ինչա կատարվում աշխարհում որովհետև Իրանի հետ կապված խնդիրը դա լուրջ խնդիր է ողջ աշխարհի համար, տարածաշրջանի համար, նաև Հայաստանի համար։ Ես չեմ խոսում միայն ապրանքաշրջանառության բարդությունների, Իրանի հետ կապված հարցը միայն դրանով չի պայմանավորված։ Ինչպիսի իրավիճակ կլինի այս պատերազմից հետո Ամերիկայի դիրքը աշխարհում Իրանի դիրքը աշխարհում, Իրանի դիրքը տարածաշրջանում, ինչ ազդեցություն դա կունենա աշխարհի ազդեցիկ խաղացողների հարաբերությունները Միացյալ Նահանգների դրանց շատ լուրջ ձևով պայմանավորված են նաև մեր ապագայի հետ կապված ծրագրերը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս դիվանագիտական ջանքերը դրական արդյունքներ են տալիս։ Այն կատեգորիկ հայտարարությունը, որ Դոնալդ Թրամփը տեսեք ինչ եմ անելու Հորմուզի նեղուցը փակում եմ, արգելափակում եմ, թույլ չեմ տա նավեր անցնեն եւ արդեն ինչ չի հետարկում բանակցային սեղանին նստել, վերջ արդեն տեսեք ինչ ենք անում, հասկացաք, որ իրանք շարունակում են բանակցությունների հետ կապված քայլերը եւ չմոռանաք, որ ես հիշեցրեցի, որ Ջեյդի Վենսը եկավ, բայց պատվիրակության մյուս անդամները մնացել էին եւ ուղիներ էին որոնում Պակիստանի միջոցով, այնուամենայնիվ Իրանին վերադարձնել բանակցային սեղան։ Սա շատ է թուլացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների կշիռն ու ազդեցությունը, շատ է արժեզրկում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքը, բայց շարունակենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ այսօր առավոտյան ճիշտ մարդկանցից զանգ ստացանք։ Նրանք ցանկանում են գործարք կնքել։ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, եթե նրանք չհամաձայնեն գործարք չի լինի։ Հերթական անգամ նորից սպառնալիք, բայց դեռ վերջնական համաձայնություն չկա նոր բանակցության։ Նախնական պայմանավորվածություններ կա, բայց վերջնական որոշում, որ օրը կանցնի բանակցությունը, ելի որոշում են Պակիստանում կանցնի, բայց երբ դա կլինի դեռ վերջնական չկա։ Բայց մեկ էլ հասկանանք, այդ ճիշտ մարդկանցից զանգի հետ կարող եմ մի հատ էլ պատահաբար այս զանգն էլի նկատի ուներ, որ ներս ներկայացրեց, թե իբր թե զանգը Իրանից էր, բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, կոչանելով վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցային գործընթացը։ Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է թյուրիմացությունների պարզաբանման եւ հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։ Մակրոնի խոսքով առանցքային է համարվում բոլոր կողմերի կողմից հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը, որը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Այսինքն Ֆրանսիան նորից պնդում է, որ Լիբանանի հետ կապված չի կարող դա բանակցությունից դուրս մնա, որովհետև Իսրայելի հարցը համարում են ագրեսիա եւ դա միակ երկիրը չի։ Իտալիան էլ է անդրադառնում, անգամ ռազմատեխնիկական համագործակցությունն է դադարեցնում Իսրայելի հետ, այնպես չի որ Իսրայելի արածը որևէ մեկը արդարացնում է բացի Միացյալ Նահանգներից։ Նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի անվերապահորեն առանց սահմանափակումների կամ տուրքերի, հնարավորինս սեղմ ժամկետներում։ Այս պայմաններում բանակցությունները պետք է որ կարողանան արագորեն վերսկսվել, շահագրգիռ հիմնական կողմերի աջակցությամբ, գրել է Մակրոնը։ Իդեպ ամսի 17-ին, դե այսօր 14-ն է, ամսի 17-ին Մակրոնի նախաձեռնությամբ նաև կլինի հավաք, առցանցել կմիանան հիմնական նախաձեռնողները Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան
որպեսզի կարողանան ի վերջո լուծում գտնեն Հորմուզի նեղուցի հետ կապված, որովհետև այն լուծումը, որը գտել է Միացյալ Նահանգները, դա իրանց համար բացարձակապես ընդունելի չէ, որովհետև Միացյալ Նահանգների գտած լուծումը այն է, որ կարող է նավթի գները բարձրանան, իսկ դա ում է ձեռնտու, ավելի շատ առաջի հերթին տուժելու են հենց եվրոպական երկրները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու Իսրայելը Միացյալ Նահանգների հետ կանգնած է ազատ աշխարհի առաջնագծում, միասին մենք մինչև հիմքերը ջախջախեցինք Իրանի հանցավոր ռեժիմը։ Այս երեսպաշտ ռեժիմը ձգտում էր միջուկային պայթյուններ իրականացնել եւ կառուցել տասնյակ հազարավոր մահացու բալիստիկ հրթիռներ, որոնք նախատեսված էին մեզ ոչնչացնելու համար։ Այլ հերթական անգամ իրանք ջախջախել են էսեն արել, բայց հերթական անգամ մենք տեսնում ենք, որ Իրանը այնուամենայնիվ պայմանավորվածության չի գնում։ Իսրայելը այս ոգևորված այդ ամեն ինչն ասում է, որ Ամերիկային վերջնականապես ներքաշի այդ ամեն ինչի մեջ, հանկարծ որևէ պարագայում Միացյալ Նահանգները հետ չքաշվի, որովհետև եթե հետ քաշվեց, Իսրայելը պատկերացնում է հետագայում ինչ խնդիրներ կունենա, որովհետև եթե տասնամյակներով Ամերիկայի որևէ նախագահ Իրանին հարվածի մասին չի մտածել, կամ եթե նույնիսկ մտածել է, կողքից հասկացել են, որ դա անիմաստ է, ապա Դոնալդ Տրամպը միակն էր, որ համաձայնվեց, իսկ Դոնալդ Տրամպի ձախողվելուց հետո հաստատ հաջորդը ով էլ գա, եթե նույնիսկ հանրապետական կուսակցությունից լինի, նա չի շարունակելու Դոնալդ Տրամպի վարած քաղաքականությունը, մոռացեք դա, այսինքն Իսրայելը դա հրաշալի հասկանում է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է. Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտությունը համարում է վեճերի լուծման առավել նախընտրելի ուղի եւ պահպանելով ազգային արժանապատվությունն ու հեղինակությունը հայտնում է իր պատրաստակամությունը բանակցությունների համար իրավական նորմերի շրջանակներում, այսինքն սպառնալիք շանտաժ Իրանը չի ընդունում։ Այնպես չի, որ մենք չգիտենք, որ Իրանը շատ ծանր հարվածներ է կերել այս պատերազմի ընթացքում, բայց նաև դիմացել է։ Իշխանությունը չի փլուզվել, ժողովուրդը փողոց չի լցվել, ժողովուրդը փողոց լցված էր, որ այս ամեն ինչ արվեց։ Դրանից հետո ժողովուրդը գնաց տները։ Այսինքն դուք համախմբեցիք ժողովրդին, դժգոհ ժողովուրդը ոչ չվերացավ, բայց նա այլևս չի ցանկանում ձեզ միանա ընդդեմ իր իշխանության, նույնիսկ որ նրան չի ընդունում, որպեսզի Իրան դրսի գործակալ չհամարեն։ Ինչ խնդիր լուծեցիք։ Իրանին վերացրեցիք, թե վիրավոր գազան դարձրեցիք, որը մտածում է ձեզ երբեք չի կարելի վստահել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, քանի դեռ շատ երկրներ ցանկանում են Հորմուզի նեղուցի բացումը, Սպիտակ տունը որոշել է այն շրջափակել։ Արդյոք շրջափակումը նույնն է, ինչ այն բացելը։ Ինչն է հաջորդը։ Իհարկե, պատերազմը խաղաղություն է, ասել է հեգնելով, ասում է Դմիտրի Մեդվեդևը, ոնց կարող է պատահի Դոնալդ Տրամպը այնքան լեզու դնի Ռուսաստանի բերանը, որ պարբերաբար Դմիտրի Մեդվեդևն իրան իրավունք վերապահի հեգնի Դոնալդ Տրամպին։ Մի անգամ հեգնեց, Դոնալդ Տրամպը շատ կոշտ ձևով տեղը դրեց Մեդվեդևին, որից հետո մի քիչ սսկվել էր, բայց հիմա ինքը հասկացավ, որ արդեն այդ Տրամպը չի, որից իրանք պետք է վախենան, իսկ ինչու է դա այդպես։ Մի հատ թեթևակի աջակցես Ուկրաինային, գիտես թե ինչ կդնեն ռուսների գլխին, հիմա էլ են դնում։ Եվ այդ արդյունքում արդեն նոր աշխարհակարգի հետ կապված դիրքերը լրիվ այլ կլինի, որովհետև այսօր նոր աշխարհակարգի հետ կապված ամենամեծ շահողը դա Չինաստանն է դառնում։ Չինաստանի դեմ է իր պայքարում։ Չինաստանի դեմ նենց պայքարեցիր, որ Չինաստանին ճնշեց Վենեսուելայի նավթով, Իրանի նավթով, բայց ամենաշահեկան դիրքում հայտնվի Չինաստանը։ Էսա պայքարի ձևը, որ հիմա Իրանի թիկունքին կանգնած է, Ռուսաստանի հետ համագործակցում է, Հնդկաստանի հետ որևէ խնդիր չունի, Եվրոպայի հետ աշխատում է։ Այս Չինաստանին է իր մեկուսացնում։ Իսկ հիմա տեսնենք Չինաստանի հետ կապված։ Իսպանիայի կառավարության նախագահ Պետրո Սանչես։ Ինձ համար շատ դժվար է պատկերացնել այլ զրուցակիցների, բացի Չինաստանից, ովքեր կկարողանային հարթել Իրանում եւ Հորմուզի նեղուցում հրահրված այս իրավիճակը։ Ես կարևոր եմ համարում այն դերը, որը կարող էր խաղալ Չինաստանը, գտնելու դիվանագիտական ուղիներ այս պատերազմը դադարեցնելու եւ կայունությանն ու խաղաղությանը նպաստելու համար։ Իսպանիան հետևողական դիրքորոշում ունի արտաքին քաղաքականության հարցերում։ Ոչ ոք չպետք է վիրավորվի, ընդգծել է Սանչեսը։ Սա այն Սանչեսն է, որ Ամերիկային ասեց, ես իմ բազաները քեզ չեմ տրամադրի։ Սա այն
այն Սանչեսն է, որ ասում էր իմ օթային տարածքը չեք օգտագործի, սա այն Սանչեսն է, որ ասեց Ամերիկային չենք օգնելու, եւ շատ էլ հուզվել էր Դոնալդ Թրամփը, ուզում էր մի հատ էլ իսպանացիներին տեղը դներ, թե ես որ չլնեի Իսպանիան չեր լինի։ Ուղղակի ինքը մի քիչ մոռանում է, որ Իսպանիան չլներ, ինքը չեր լինի, բայց դե ոչինչ, դե գիտեք, որ պատմությունը իր ուժեղ կողմը չի։ Բայց հիմա Չինաստանում է Սանչեսը եւ իր անունից չի գնացել է Եվրոպա է ներկայացնում։ Հիմա տեսնենք, Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ միջազգային համակարգը թուլանում է, իսկ համաշխարհային կարգը վերածվում է քաոսի։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ քննարկումների առանցքում եղել է Իրանում ընթացող պատերազմը, որը լրացուցիչ ճնշում է գործադրում համաշխարհային կայունության վրա։ Սի Ցզինպինը կոչ է արել ամրապնդել Չինաստան-Իսպանիա կոորդինացիան եւ պաշտպանել իսկական բազմակողմանիությունը, նպատակ ունենալով կայունություն հաղորդել Չինաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այսինքն նա դիտարկում է Սանչեսին, որը դժգոհ է Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունից, Եվրամիության ներկայացուցիչ բանակցության մեջ ավելին էս վստահություն ձեռք բերելու համար։ Երկու երկրներն էլ քննադատել են Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունները։ Սանչեսն այդ գործողություններն անվանել է ապօրինի եւ փակել Իսպանիայի օդային տարածքն ու ռազմաբազաները ամերիկյան կործանիչների համար։ Իսկ Չինաստանի արտգործնախարար Վան Ին զգուշացրել է, որ ներկայիս զինադադարը փխրուն է եւ կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը խաղաղության բանակցությունները խթանելու համար։ Վարչապետ Սանչեսն ընդգծել է, որ Իսպանիան ձգտում է դառնալ կամուրջ Պեկինի եւ Եվրամիության միջև համատեղ լուծումներ գտնելով առևտրային լարվածության, աշխարհաքաղաքական բարդությունների եւ ընթացող պատերազմների համար։ Դուք տեսնում եք, որ Չինաստանը խղճացել է։ Տեսնում եք, որ ինքը իր տեղը չի գտնում, Դոնալդ Թրամփն հենց հա ճնշել, պայմանավորվում էր, որ Չինաստանի հետ պետք է հանդիպեր Սի Ցզինպինի հետ, հիմա շարունակությունը նայենք։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակուն Չինաստանի իշխանությունները պահանջում են վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում եւ անպատասխանատու քայլ են համարում Միացյալ Նահանգների կողմից դրա շրջափակումը։ Այն պայմաններում, երբ շահագրգիռ կողմերն արդեն հասել են ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածության, ԱՄՆ-ի կողմից ռազմական ներկայության ուժեղացումը եւ նպատակաուղղված շրջափակող գործողությունների իրականացումը միայն կհանգեցնեն հակասությունների սրմանը եւ լարվածության մեծացմանը։ Չինաստանը պնդում է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը խստորեն պահպանի հրադադարի մասին պայմանավորվածությունները, կենտրոնանալով երկխոսության եւ խաղաղ բանակցությունների վրա, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի բնականոն նավագնացությունը նեղուցում։ Սա էլ Չինաստանի պահանջ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խոսել Սի Ցզինպինի հետ, սակայն Չինաստանի առաջնորդը ցանկանում է, որ Իրանի հետ պատերազմն ավարտվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Հա, ով էր կասկածում։ Այս որ այսքանը կարդում է, այդ լավ հարաբերությունների մասին էր։ Սի Ցզինպինը կցանկանար, որ պատերազմն ավարտի, ասել է Թրամփը։ Իդեպ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ կոչնչացնի Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական բոլոր նավերը։ Հիմա կշարունակենք Իրանի հետ կապված թեմաներ կա, բայց Չինաստանի հետ կապված մի բան ասեմ։ Մենք ինչի ունենք կասկած Չինաստանի հետ կապված, որովհետև մենք շփում չունենք։ Եթե շփում չունես, չգիտես, այդ մարդը ինչի վրա է ուրախանում, ինչի վրա է տխրում, ինչ արժեքներ է կրում, ինչպիսի ընտանեկան հարաբերություններ ունեն, ինչպիսի աշխատանքային հարաբերություններ ունեն։ Մեզ անծանոթ է, մի բան, որ մեզ անծանոթ է, դա մեր մոտ կասկած է առաջացնում, մանավանդ երկիրը շատ մեծ է, ու մտածում ես, որ ցանկացած նպատակ էքսպանսիայի քեզ ուղղակի կտորորի կանցնի քո բնակչություն իրաց մի գյուղի չափ է։ Բայց գիտեք ինչ են անում չինացիները։ Չինացիները ռուսները տենց չեն։ Դուք ուշադրություն դարձրեք։ Մեթոդաբար գրավում են Ռուսաստանի տարածքները, մեթոդաբար։ Անգամ քաղաքները նպատակային գալիս են օբյեկտներ են դնում, տներ են առնում, էս են անում, բիզնես են անում եւ այլ եւ այլ։ Իսկ այն տարածքները, որը վերցնում են եւ իրանք մշակում են, վարում են, ցանում են, իրանք աշխատողներին են բերում, իրանք արդեն իրանք քարտեզներում գծած է, որ դա իրանցն է։ Բայց սահմանը այնքան հեշտ է անցնելը,
Ռուսաստանից Չինաստան գնում են, բուժվելու նպատակով, առևտրի նպատակով հազարով մի արտակարգ վերաբերմունք ունեն մարդկանց նկատմամբ։ Առանց փամփուշտ իրանք Ռուսաստանը գրավում են, ժողովուրդ ջան։ Դուք չեք պատկերացնի ռուսները չինացիների հետ շփվելուց ինչքան գոհ են։ Սկզբից էլ իրանք կասկածներ ունեին, որ գալիս են, բնակվում են, տներ են առնում, չգիտես ինչ են անում, բիզնես են դնում, հետո մեկ էլ տեսան նրանց բարի վերաբերմունքը, ժողովուրդ ջան, հալվեցին, ախր դե իրանք աշխատող չեն, նրանք աշխատող են, հետո եթե պետք է գնում են առևտուր են անում, գնում են բուժման նպատակով ընդեղ են գնում, շատ մատչելի է, բուժումը շատ որակյալ է համեմատած Ռուսաստանի հետ կապված, մի խոսքով իրանք հալվել, մաշվել են չինացիների հետ շփումից։ Բայց իրականում դա Չինաստանի կողմից գրավելու իր ձևն է։ Ինչի համար պատերազմով գրավի, եթե այսենց սրտները կգրավի։ Երբ որ զգուշացնում ենք, ժողովուրդ ջան, զգուշ եղեք, տարբեր մեթոդներով կարող են քեզ գայթակղել ու գրավել։ Կգա մի ժամանակ, երբ որ դուք էլ կշփվեք, կասեք, վայ, այս թուրքերը, այն մարդ չէինք մտածում, որ իրանք այսքան բարի են։ Բացարձակ մտներովս չէ, ընենց լավ են ընդունում, ընենց սեղան են գցում, ընենց ջանջիգար, այն մարդ էս ուրիշներն էին մեղավոր, որ մենք թշնամի ենք, այն միամիտներ, եթե շատ եք ուզում իմանալ, բարի ձևով, սիրտները բացած Չինաստանը, Ռուսաստանն ինչպես է գրավում, ձեզ խորհուրդ եմ տալիս մի օր գնաք այնտեղ այցելության, գնացեք այդ տարածքներով մանեկեք, խելքները գնում է չինացիների համար ու իրանց տները, իրանց գործարանները, իրանց տարածքները, իրանց անտառները սիրահոժար տալիս են չինացիներին։ Այդպես են գրավում երկիրը, մեկին զենքով, մեկին փողով, մեկին գայթակղությամբ, մեկին ջանուժիգար ասելով։ Տեր պետք է կանգնենք մեր պետությանն ու մեր պետականությանը, թողնենք այս երկիրը որպես համայն հայության մերան, որպեսի գնան մեր հայրենակիցները եւ ամուր պահենք մեր պետությունը, չհալվենք որևէ մեկի քայլից, չվախենանք որևէ մեկի հոխորտանքից։ Ես այդ օրինակը բերեցի, որ եթե դուք շփում ունեք, մի հատ ասեք հեռավոր արևելյան ձեր բարեկամները, ծանոթները ձեզ պատմեն, թե չինացիք ինչպես են առանց զենքի Ռուսաստանը գրավում։ Ու կիմանաք մեզ ինչ է սպասում, երբ որ սահմանները բացվեն, եթե դու իմունիտետ չունես։ Իսկ մենք այդ իմունիտետը չունենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ 3 Հորմուզի նեղուցով անցել է 34 նավ։ Սա անկասկած ամենամեծ թիվն է այս անխոհեմ փակման սկսվելուց ի վեր։ Արդեն որ որոշել էր փակելու եւ այլ եւ այլ։ Մենք շրջափակել ենք, իսկ նրանք ոչինչ չեն անում։ Իրանը ոչինչ չի անում, եւ մենք մտադիր ենք պահպանել այդ ստատուս քվոն։ Ներկայումս ռազմական գործողություններ չեն ընթանում։ Նրանք հենց դա են անում, նրանք փաստացի շանտաժի են ենթարկում ամբողջ աշխարհը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Հարց է ծագում, ինչքան գիտեմ, բոլոր նավերը ջրի տակ էր։ Բոլոր նավերը սուզված են, արդեն Ամերիկան ջախջախել է։ Իշխանություններ չկա, գոյություն չունի, լրիվ ռազմական տեխնիկա ամեն ինչ ավերված է։ Ումով են շանտաժանում ամբողջ աշխարհին։ Ինչով են շանտաժանում։ Կարող է մի բան ինչի։ Կարող է մի բան լավ չգիտեք, այդ նավը ջրի տակից դուրս է գալի, ձեզ խփում, հետո իջնում էլի ջրի տակը։ Ինչ է տեղի ունենում, որ ցանկանում եք մի օրվա մեջ 50 հատ իրարամերժ կարծիք հայտնում։ Արդեն ջախջախել եք, դեռ չեք ջախջախել, իրանք վտանգ են ներկայացնում, համաշխարհային վտանգ են ներկայացնում, մենք Օրմուզը փակել ենք, բայց 34 նավ անցել է։ Բա մարդիկ լսում են դրա վրա քաղաքականություն են կառուցում։ Հայաստանցի մարդը լսում է, ուզում է հասկանա գլխի գալիքը, ինչ է սպասվում այս աշխարհին։ Առավել եւս որ տեսնում է, որ չկա ներպետական ընտրություն, դա շատ մեծ թելերով կախված է արտաքին ազդակներից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենս Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը իր հարստացված ուրանի ողջ պաշարները հանձնի Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը քայլեր կձեռնարկի Հորմուզի նեղուցը բացելու համար եւ որ դա չանել է հիմնարար կերպով կփոխի բանակցությունների ընթացքը, բայց որքան գիտենք Հորմուզի նեղուցը դուք եք փակել։ Հիմա ասում եք Իրանը բացի, թե դուք դեռ չեք փակել։ Ասել եք, որ փակել եք։ Իսկ մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Բերձավոր Արևելքում հրադադարը շատ փխրուն է։ Հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, ինչպես տեսնում եք, Ֆրանսիայի նախագահը նույնպես դա էր ասում։ Իսրայելի հարվածներն անընդունելի են, երբ որ ասում ենք Իսրայելը կորցրել է բոլոր բարեկամներին, ընդամենը մնացել է Դոնալդ Թրամփը, એને չասենք Ամերիկան Թրամփը, որովհետև այնպես չի որ Ամերիկան հիացած այն ինչ որ տեղի ունենում։
Հորմուզի նեղուցը վերաբացելու և կայուն հրադադար հաստատելու համար դեռ շատ անելիք կա: Նավագնացությամբ զբաղվող ընկերությունները նավեր չեն ուղարկի Հորմուզի նեղուցով, մինչև դա անվտանգ չլինի, շեշտել է Սթարմերը: Դե ասեցինք, արդեն ամսի 17-ին կքննարկեն, կորոշեն իրանց անելիքը, բայց իրանք ոչ կշրջափակեն միանալով Ամերիկային, ոչ էլ վտանգի կենթարկեն իրանց նավատորմը, ոչ էլ իրանց լցանավերը, որովհետև այս վիճակով իմաստ չունի: Իսկ հիմա Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Հորմուզի նեղուցի ամերիկյան ծովային շրջափակման մասին հայտարարությունը անմտություն է: Իսպանիայի պաշտպանության նախարարը նման գնահատական է տալիս Դոնալդ Թրամփի արածին: Ըստ իս, դա ոչ մի իմաստ չունի: Դա ընդամենը ևս մեկ դրվագ է այս ամբողջ խառնաշփոթում, որտեղ մեզ ներքաշել են: Ահա գնահատականը Իսպանիայի պաշտպանության նախարարի: Իսկ ՆԱՏՕ-ի հետ կապված: ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան դաշնակիցները հայտարարել են, որ չեն միջամտի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Հորմուզի նեղուցը շրջափակելու ծրագրին, առաջարկելով դա անել միայն մարտական գործողությունների ավարտից հետո: Կավարտվի՝ կգնանք, չի ավարտվի՝ չենք ներքաշվելու պատերազմի մեջ: ՆԱՏՕ-ի դաշնակիցները, որոնց թվում են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հայտարարել են, որ չեն մասնակցի շրջափակման և հակամարտության մեջ չեն ներքաշվի: Նրանք նշում են, որ աշխատում են աշխարհի նավթի մեկ հինգերորդի անցումն ապահովող նեղուցի բացման նախաձեռնության վրա: Լավ, մի քիչ էլ ծավալը մեծացել էր, բայց հիմա արդեն դե տեսաք ինչ վիճակ առաջացավ: Իսկ Իրանի զինված ուժերը ամեն դեպքում իրանք իրենց հոխորտանքը չեն մոռացել, իրանք ԱՄՆ-ին պարբերաբար ներկայացնում են, որ այսինքն չենք պատրաստվում զիջումների: Իրանի զինված ուժերի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է. «Հանցագործ Ամերիկայի սահմանափակումները միջազգային ջրերում նավերի ծովային տեղաշարժի նկատմամբ անօրինական գործողություն են և ծովահենության դրսևորում: Հաշվի առնելով պատերազմի ավարտից հետո Իրանի ժողովրդի և ազգային անվտանգության դեմ թշնամու շարունակվող սպառնալիքները, Իրանը վճռականորեն կհաստատի Հորմուզի նեղուցում տեղաշարժերի վերահսկման մշտական մեխանիզմ: Եթե Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների անվտանգությունը վտանգվի, իսկ հիշում եք, որ Դոնալդ Թրամփն ասեց բոլոր նավահանգիստները պետք է արգելափակենք, ապա Պարսից և Օմանի ծոցերի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի», ընդգծել է Զոլֆաղարին: Այսինքն դա ի նկատի ունի, որ նաև վերաբերվում է ԱՄՆ-ի բարեկամ պետություններին: Տեղից էլ այդ պետությունները շատ ջղայնացած են Ամերիկայի վրա, տեղից էլ իրենց տնտեսությանը շատ ծանր հարված հասցրեց, տեղից էլ տուրիզմի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, անշարժ գույքի հետ լուրջ խնդիր ունեն, դրախտ էին, հրաշք էին կառուցում անապատներում և մեկ է տեսան ընդամենը մի հարված և այդ ամբողջը կարող է փլվել: Իրանք կարծում էին, որ անվտանգ երկրներ են, խաղաղ երկրներ են, եկեք ներդրում արեք, ապրեք, վայելեք, մեկ է մի հատ հարված և այդ ամեն ինչը հօդս ցնդեց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ. «Մենք թույլ չենք տա Իրանին փող աշխատել նավթը վաճառելով նրանց, ում իրենք են ուզում, կամ հրաժարվելով վաճառել նրանց, ում չեն ուզում: Կլինի ամեն ինչ կամ ոչինչ»: Էս էն հոխորտանքն է, որը որ նախապես ասել էր ու էս պրոցեսը գնաց: Տեսաք թե ինչ արեցինք Վենեսուելայի հետ: Սա կլինի շատ նման մի բան, բայց ավելի բարձր մակարդակով: Մենք պատրաստվում ենք շրջափակել Հորմուզի նեղուցն Իրանի համար, դա որոշ ժամանակ կխլի, բայց բավականին շուտով իր պտուղները կտա: Նրանք եկել էին այսպես կարծես բոլոր հաղթաթղթերն իրենց ձեռքում են, բայց իրականում այդպես չէ», հավելել է Թրամփը: Ըստ ԱՄՆ նախագահի, այդ մարդիկ, որոնց հետ ԱՄՆ-ն գործ է ունեցել, անկեղծ ասած շատ խելացի էին, շատ խորաթափանց ու շատ լավը: Ինչպես ասել է Բիբի Նեթանյահուն, մենք ավագ եղբայրներ ենք, իսկ նրանք կրտսերը, նշել է Դոնալդ Թրամփը: Եթե մի քիչ էլ պատմություն իմանար Դոնալդ Թրամփը, ուզում եմ հասկանալ, թե ոնց է ինքը ավագ եղբայր Իրանի, գոնե Իրանի պատմությունը որ իմանա, մի քիչ էլ Ամերիկայինը կհասկանա, բայց նույնիսկ եթե մի քիչ ուսումնասիրի և իմանա, որ Իրանը ժամանակին եթե չօգներ հրեաներին, նրանք շատ լուրջ խնդիր կունենային և տենց էլ կմնային Եգիպտոսում ստրկության տակ,
լավ, դա շատ չխորանանք, որովհետև Դոնալդ Տրամպը կարող է դա շատ ծանր տանի, այդ ամեն դեպքում, եթե դուք նույնիսկ այսօրվա Իրանի վարչակազմը չեք ընդունում, դա ձեր խնդիրն է, որ չընդունեք։ Կարող եք ընդունել, կարող եք չէ, քաղաքական նախասիրության ու ճաշակի հարց է, բայց պատմական փաստերը աղավաղել եւ համարել ում բիլակները ուժեղանայա մեծ աղբերը, դա ձևի պրիմիտիվ ձևով մտածում է Վլադիմիր Պուտինը։ Ինձ թվում է ուղղակի Վլադիմիր Պուտինի ուղեղից մի քիչ հավաքել են այն փոքր մասերը, էլի, առանձնապես տակը բան չի մնացել, տվել են պատվաստում են արել։ Մի խոսքով Դոնալդ Տրամպը ուղղակի տենչում է, որ ինքը դառնա Պուտին, որտեղ իր ամբողջ խոսույթը դա Պուտինյան խոսույթ է։ Ինչ ավակ եղբոր մասին է խոսքը։ Ում ավակ եղբայրն ես։ Սկսենք նայել, ոսկի եղբայրել չես։ Ուր մնաց թե ավակ լնես։ Եվ դրա համար իհարկե ուշադրությամբ այս ամեն ինչին կհետևենք, որովհետև դուք տեսեք, թե ինչքան լուրջ խնդիրներ է նաև մեզ համար առաջանում, այսօր խաղաղությունից խոսում է, մեր իշխանությունները խոսում են խաղաղությունից, բայց խաղաղությունը երաշխավորողնով է։ Միջազգային իրավակարգ, ինչպես տեսնում եք, չկա։ Կոլեկտիվ անվտանգության որևէ համակարգի մեջ մենք չկանք։ Այդ ընդհանրապես Ադրբեջանի նախագահի բարի կամքով է պայմանավորված, որ մեր մոտ խաղաղելի են էլ, որ խաղաղությունը պետք է լինի փոխշահավետ։ Այսինքն, եթե իրանք մեր հետ առևտուր անեն, դե ինչի պետք է ուզենան Հայաստանը վերանա, որ։ Հեչ։ Ոնց կարող ուզենա Հայաստանը վերանա ու իրանք միանան Թուրքիային։ Չէ՞ որ նա առևտուր են անում։ Այս ձևի պրիմիտիվ չի կարելի լինել, ժողովուրդ ջան։ Մենք ամենօրյա ռեժիմով դուք նայեք ինչա կատարվում։ Աշխարհում ինչա փոխվում ամեն օր։ Մի օր ուշադրություն չդարձնես, իրավիճակա փոխվում։ Իսկ մեր իշխանությունների արձագանքից դուք հասկանում եք, որ իրանք իրավիճակին տիրապետում են։ Ձեր աչքի առաջ տեսնում եք Եվրոպայի սրտում գտնվող Հունգարիայում ընտրություն է կատարվում եւ այդ ընտրությունը անցնում է արտաքին քաղաքական կոմպոնենտով բացառապես, ով որ կողմի կողմնակից է։ Հայաստանում դուք ուզում եք սենց ասենք, մենք ենք մեր սարերը, կարող է ասենք, բայց տենց հնարավոր է։ Դա մի դեպքում է իրանք այդպես ասում, որտեվ չեն հասկանում այդ սարից են կողմ ինչա կատարում եւ այդ դարը ազդեցությունը Հայաստանի ասես ուզ մնանք, ինչ կլինի, ասենք դե գիտեինք էլի սենց պետք է լիներ։ Բայց ժողովուրդը վաղվա նկատմամբ եթե տագնապ ունի, դա նշանակում է խիստ քաղաքականացված է, որովհետև վաղվա նկատմամբ տագնապ ունի, իր երեխայի ապագայի հետ կապված տագնապ ունի, բայց խիստ քաղաքականացված ժողովուրդը ձեզանից պետք է լսի, ձեր քաղաքական խոսույթից պետք է հասկանա, ինչա կատարվում մեր երկրում։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։